Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չառնոկ, օր մարտի 8։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Հռովմայացիս 6-րդ գլուխ 6-րդ խոսք։ Նրա խաչով է, որ մեր հոգիների մեջ եղած հին մարդը խաչվեց։ Այդպիսով նա կարողացավ ուղարկել փրկարար հոգին, որը չէր գա մեր մեջ, եթե Քրիստոսի արյունը չթափվեր մեզ համար։ Այդ արյան հեղումը եղավ հոգու հեղման պատճառը, այն թափվեց մեզ վրա միայն Քրիստոսի միջոցով։ Խաչի վրա մեղքի համար տառապելով նա ցույց տվեց, որ մեղքը զզվելի ու սարսափելի բան է, որ չի կարող ստանալ իր մահացու հարվածը առանց նախապես Աստծո որդու սրտին ցավ պատճառելով։ Սա ամենահզոր դրդապատճառն է, որը մեզ մղում է ատել մեղքը, սիրել սրբությունը և սիրել Տիրոջ կյանքը, որն ամենափայլուն օրինակն է։ Սակայն այս ամենը քիչ ազդեցություն կունենար մեզ վրա, եթե այդ ժայռից, երբ այն հարվածվեց, հոգու ջրերը չհոսեին մեր հոգիների կեղտը մաքրելու համար։ Սա տրվում է հավատացյալներին նրա մահվան հիման վրա, նրանց սրտերը աշխարհի աղտից մաքրելու, նրանց նոր կյանք տալու և Աստծո փառքի համար սրբագործելու։ Եվ այն չի մերժվում նրանց, ովքեր խնդրում, փնտրում և թակում են։ Եթե Քրիստոսը մեզ միայն ներում պարգևեր առանց սրբագործման, դա չէր փառավորի Աստծո սրբությունը, և մեր վիճակը չէր բարելավվի։ Երկնքում տեղ չէր լինի պղծվածների կամ կապվածների համար։ Անհրաժեշտ էր, որ մեղքի աղտը մաքրվեր և մեղքի իշխանությունը վերացվեր, որպեսզի մենք, որպես սուրբ մարդիկ, կարողանանք մոտենալ Աստծուն և որպես ազատ մարդիկ հաղորդակցվենք նրա հետ։